Ինչպես ծնվեց Սանմուդի գաղափարը։ Դա մի հետաքրքիր պատմություն է, որը տեղի ունեցավ 2018 թվականին։ 18 թվականին հրավերով գտնվում էի Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ շատ պատահաբար ծագեց այդ միտքը։ Մարդը առհասարակ ունի մի յուրահատուկ առաքելություն այս կյանքում։ Առաքելությունները տարբեր տարիքում լինում են տարբեր։ Մի հետաքրքիր այլ առաքելություններից քեզ ճանաչելով ամեն դեպքում այսքան տարիներ, որ հնարավորինս ինչով կարող ես ամեն դեպքում օգտակար լինել մարդկանց այս տարիների ընթացքում, ես դա միշտ նկատել եմ։ Մենք կարող ենք նկատի ունենալ, որ ընկերությունը շատ ավելի մեծ մասշտաբներ է ձեռք բերել։ Միանշանակ, Տաթև ջան, միանշանակ ավելի մեծ մասշտաբներ է ձեռք բերել եւ գնալով ավելի մեծ մասշտաբներ է ձեռք բերում, քանի որ մենք մեր աշխատանքին մոտենում ենք բարձր պատասխանատվությամբ։ Որտեղից ես դու վերցնում ինքնավստահություն։ Կյանքի փորձից։ Ես մի հետաքրքիր միտք լսել եմ այն մարդկանցից, ովքեր ծնող են կորցրել ցավոք, որ կարծես թե ծնող կորցնելուց մարդը շատ արագ մեծանում է, միանգամից մեծանում է։ Ես համաձայն եմ։ Ես այդ մտքի հետ միանշանակ համաձայն եմ, քանի որ երբ որ քո ծնողները կան, դու միշտ քեզ երեխա ես զգում, բայց ծնողներից հետո արդեն դու միանգամից ես մեծանում։ Կան շատ կոնկրետ սկզբունքներ եւ արժեքներ բիզնեսում, որոնք պետք է միշտ պահել եւ միշտ մնալ դրան հավատարիմ։ Միանշանակ պետք է լինես ազնիվ։